Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարաթ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1447-րդ օրն է։ Այսօր հայության ուշադրությունը սևեռված է Վենսի այցի վրա։ Ցավոք նմանատիպ այցեր Հայաստան հաճախ չեն լինում, արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ 24 եւ 25 թվականներին քիչ էին օտարերկրյա ղեկավարների այցելությունները Հայաստան, հուսանք, որ այս իրավիճակը կփոխվի, բայց բացի Վենսի այցից կան նաև մի շարք այլ կարևոր նորություններ, որոնք ես կցանկանայի ձեզ ներկայացնել։ Իդեպ Վենսի այցը Հայաստան իսկական աժիոտաժ է առաջացրել Ադրբեջանում, սկսած Խանդի տեսարաններից, որ Սպիտակ տան ներկայացուցիչը նախ Երևան է այցելում, վերջացրած այնպիսի հրապարակումներով, որոնք ըստ մեր հարևանների պետք է հետաքրքրեն Ամերիկային, նրանք փորձում են ավելի հագեցնել դաշտը, ավելի իրենց պատկերացմամբ լավ ներկայացնեն իրենց երկիրը։ Ադրբեջանը միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է իր նորագույն դրոնները եւ բարձենում է, թե նույնիսկ ուկրաինական լրատվամիջոցներն են ուշադրություն դարձրել ադրբեջանական արտադրանքին։ Այստեղ Բաքուն հույս ունի հայտնվել այն ընկերությունների ցանկում, որոնք դրոններ կպատրաստեն Ամերիկայի համար։ Երեկվա եթերում ես ձեզ պատմել եմ ուկրաինական ընկերությունների մասին, որոնք մասնակցում են Ամերիկայի դրոնային վերազինմանը, թե որքանով դա կհաջողվի Ադրբեջանին, բացարձակ պարզ չէ։ Այն արտադրանքը, որը կարող է լավը թվալ Հարավային Կովկասում, դեռ չի նշանակում, որ պիտանի է Ամերիկայի համար, բայց մեր հարևանները չէին կարող չշեշտել իրենց ձեռքբերումները, դա այսպիսին է Հայաստանի հարևան կոչվածը։ Հուսանք, որ Վենսի այցը Հայաստան արդյունավետ կլինի։ Մինչ Թրամփը շտապեցնում է բանակցությունների հարցում, փոխադարձ օդային հարվածները դառնում են գրեթե շուրջօրյա Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև, ռուսները բալիստիկ հրթիռներով թիրախավորում են քաղաքացիական օբյեկտներ, Ուկրաինան պատասխանում է հարվածելով ինչպես էներգետիկ, այնպես էլ ռազմական թիրախներին։ Նախորդին մեր տելեգրամյան ալիքի հետևորդները հնարավորություն ունեին տեսնելու Բրյանսկի, Վոլգոգրադի մարզերին, Կրասնոդարի երկրամասին եւ մասնավորապես Նովորոսիիսկին հասցված հարվածների կադրերը։ Բելգրադի իշխանությունները սկսել են հայտեր ընդունել բնակչության առանձին խմբերի այլ տարածաշրջաններ տարհանելու համար էներգոհամակարգի մասշտաբային խնդիրների ֆոնին։ Ամենազավեշտալին այն է, որ ռուսական Բելգրադում տարհանում են թոշակառուներին եւ երեխաներին, ինչպես իրենք են ասում, ըստ ցանկության, եւ միևնույն ժամանակ դժգոհում, թե իբր ուկրաինական կողմը չի խնայում խաղաղ քաղաքացիներին։ Ես չգիտեմ, դա ռուսների մտավոր կարողություններն են այդպիսին, որ չեն գիտակցում, որ հենց ռուսական այսպես կոչված բանակն է հարվածում խաղաղ ուկրաինացիներին, փորձելով նրանց թողնել մթության եւ ցրտի մեջ դաժան սառնամանիքին, բայց երբ պատասխան են ստանում, սկսում են նվնվալ, հա։ Հետաքրքիր է նաեւ իրենց ձևակերպումը խաղաղ բնակչություն։ Իսկ երբ 24 թվականի մարտին ռուսաստանցիները կրկին ճնշող մեծամասնությամբ ընտրեցին մարդակերպ Պուտինին, ով հարձակվել է խաղաղ հարևան Ուկրաինայի վրա, ռուսները իրենց քայլը կոչում են խաղաղասիրական եւ իրենց էլ խաղաղ բնակիչներ, հա։ Ինչպես կարող են խաղաղ մարդիկ ընտրել ագրեսորի, ով հարձակվել է հարևան Ուկրաինայի վրա, որը ոչինչով չէր հրահրել Ռուսաստանին։ Մնում է միայն գուշակել, դա մթությունից է հիշողությունը կորել ռուսների մոտ, թե ցրտից։ Եթե ինչ-որ մեկին թվում էր, թե հարձակվելու է Ուկրաինայի վրա եւ պատասխան չի ստանալու, չարաչար սխալվում են։ Պետք չէր թշնամանալ Ուկրաինայի հետ, իսկ եթե թշնամացել եք, ուրեմն ստանալու եք Ուկրաինայի բոլոր հնարավոր պատասխանները։ Այս պահին հիմնականում տուժվում է Ռուսաստանի սահմանամերձ շրջանները, բայց երբ հնարավորություն լինի, ավելի հեռվում կտուժվեն։ Ուկրաինան իր հանդեպ հարձակումները անպատասխան չի թողնելու։ Գերմանական Ֆրանկֆուրտեր Allgemeine Zeitung-ը գրում է, որ ռուսական էլիտան կորցրել է հարգանքը Պուտինի նկատմամբ, նրա համար ծաղրական մականուն են հորինել։ Մինչև 22 թվականը ռուսական էլիտան Պուտինին համարում էր ռացիոնալ առաջնորդ եւ անվանում էր բոս։ Սակայն Ուկրաինա ներխուժումից հետո վերաբերմունքը կտրուկ փոխվել է, նրան սկսել են ընկալել որպես իրականությունից կտրված ծերացող ավտոկրատի։ Այս մասին հայտնում է գերմանական պարբերականը հղում անելով իր աղբյուրներին։ Ռուսական էլիտայի ներսում Պուտինի նկատմամբ դժգոհությունը աճում է։ Ավելին, ռուսական վերնախավա եւ խոշոր բիզնեսը կորցրել են հարգանքը նրա նկատմամբ եւ ավելի ու ավելի հաճախ նրան անվանում են նվաստացուցիչ պապիկ մականունով։ Էլիտան Պուտինին համարում է գնալով ավելի մեկուսացված իրադարձությունների իրական ընթացքից, նշելով, որ հարգանքին փոխարինել են հիասթափությունն ու
ծաղրը։ Ռուսական էլիտայի ներսում ձևավորվել է Պուտինին այլընտրանք գտնելու կայուն պահանջ, նման գնահատական է տվել ռուս տնտեսագետ եւ Կարնեգիի Բերլինի կենտրոնի հետազոտող Ալեքսանդրա Պրոկոպենկոն գերմանական պարբերականին տված հարցազրույցում, վերլուծելով ռուսական էլիտայի վիճակը պատերազմի գրեթե 4 տարիներից հետո, ավելին Պուտինին այլընտրանք գտնելու պահանջը գոյություն ունի ոչ միայն պատերազմի հակառակորդների շրջանում, այն նկատելի է նաև պատերազմամեծ շրջանակներում, ներառյալ ռազմական բլոգերների, ովքեր մեղադրում են Պուտինին ռազմաճակատում ավելորդ փափկության մեջ։ Հետաքրքիր է, էլ ինչ կարող էր անել Պուտինը, որ դեռ չի արել։ Այս սպասումների խորհրդանիշը դարձավ Եվգենի Պրիգոժինի 23 թվականի ապստամբությունը, ըստ տնտեսագետի պաշտոնյաների մի մասի մոտ այն ոչ թե վախ, այլ հույս եւ նույնիսկ խանդավառություն էր առաջացրել։ Ռուսական այսպես կոչված էլիտան, զրկված լինելով ինքնուրույն գործողությունների կարողությունից, սպասում է արտաքին խաղացողի, ով արմատապես կփոխի իրավիճակը։ Նրանք նույնիսկ Թրամփի վրա էին հույս դրել։ Համաձայն եք, որ հաճելի է լսել նման երևույթների մասին, բայց տեսնենք, թե ինչի կվերածվի էլիտաների այս պահանջը, Ռուսաստանում։ Իդեպ ռազմաճակատում հերթական հորինված ռուսական հաղթանակների ֆոնին Ուկրաինայի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրեյ Բիլեցկին հայտնել է, որ այսօր կորպուսի մարտիկները վերահսկում են Լուգանսկի մարզի 3 բնակավայրեր, այդպիսով հերքելով ռուս օկուպանտների հայտարարությունները Լուգանսկի մարզի իբր թե ամբողջական գրավման մասին։ Ստացվում է, որ 22 թվականի փետրվարից սկսած լայնամասշտաբ պատերազմից հետո Ռուսաստանը չի գրավել Ուկրաինայի եւ ոչ մի մարզ ամբողջությամբ, բացառությամբ 14 թվականին զավթված Ղրիմի։ Համաձայն եք, այս փաստերը շատ բանի մասին են խոսում, հատկապես երբ ռուսական քարոզչությունը ամեն օր հայտնում է իր հաղթական իբր առաջխաղացման մասին։ Մինչ Թրամփի ռիելտոր Ուիտկոֆը գլուխ է կոտրում, թե ինչպես ուկրաինացիներին համոզի լքել Դոնեցկի մարզը, հանրայնացվում է վատ լուր Թրամփի թիմի համար, որ կա նաև Լուգանսկի մարզը, որը չի կարողացել գրավել ռուսական բանակը ամբողջությամբ։ Իդեպ Ռուսաստանում դեռ առկա են հյուսիսկորեական զորքերը, հայտնեմ նաև մեր հետախուզության տվյալները, նրանք հաղորդում են, որ Հյուսիսային Կորեայի բանակի զորակազմը շարունակում է մասնակցել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին։ Ռուսների հրամանատարության ներքո Հյուսիսային Կորեայի բանակի զինվորները կրակ են բացում հրետանային եւ համազարգային կրակի ռեակտիվ համակարգերից, իրականացնում են օդային հետախուզություն եւ ուղղորդում հարվածները։ Նշվում է, որ հյուսիսկորեացի զինվորականները կենտրոնացած են դրոնային տեխնոլոգիաների յուրացման եւ ժամանակակից պատերազմ վարելու փորձ ձեռք բերելու վրա։ Այդեն հազար Ռուսաստանն է, որ չի կարողանում հաղթել եւ Հյուսիսային Կորեայի զինվորներին է օգնության կանչել։ Դե մինչ ռուսները միայն խոսում են իրենց առաջխաղացումների մասին, նախորդին Ուկրաինայի պաշտպանության ուժերը ազատագրել են Զապորոժիեի մարզի Ծեռնովատե բնակավայրը, մինչ ռուսները խոսում են, մերոնք գործում են։ Միևնույն ժամանակ բրիտանացիները ծրագրում են փող աշխատել ռուսական ստվերային նավատորմի հաշվին։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին դիտարկում է Ռուսաստանի հետ կապված ստվերային նավատորմի գրավված տանկերներից նավթի վաճառքի տարբերակը։ Այս մասին հայտնում է Times պարբերականը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պայմանավորվածություններ ունի միջազգային գործընկերների հետ նոր 150 շվեդական գրիպեն եւ 100 ֆրանսիական Ռաֆալ մարտական ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ, որոնք զգալիորեն կուժեղացնեն Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Այս մասին Զելենսկին ասել է Կիևի ավիացիոն ինստիտուտի ուսանողների եւ դասախոսների հետ շփման ժամանակ, հստակեցնելով, որ խոսքը բացարձակապես նոր ինքնաթիռների մասին է։ Դե քանի որ այսօր հարավային Կովկասից ենք խոսում, ասեմ, որ միևնույն ժամանակ հարևան Վրաստանից տեղեկացրել են դեպի Հայաստան եւ Ադրբեջան տանող նոր ճանապարհների մասին։ Թուրքիայի սահմանից մինչև Ադրբեջանի եւ Հայաստանի սահմաններ տանող գրեթե բոլոր հիմնական ճանապարհների շինարարությունը կավարտվի մինչև 2030 թվականի վերջը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, քանի դեռ ոմանք գլուխ են արտուկում իրենց միջանցքներով, դե գիտեք խոսքը Ալիևի մասին է։ Մյուսները լռելային ճանապարհներ են կառուցում, թեև Վրաստանի արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ հարցեր դեռ մնում են։ Վերջին շրջանում Թբիլիսիում կրկին հույս ունեն զարգացնել հարաբերությունները Ամերիկայի հետ, իսկ ահա Վրաստանի եւ Եվրոպական միության հարաբերությունները մնում են անփոփոխ եւ ինչպես նախորդ տարիներին գտնվում են ցածր մակարդակի վրա, հայտարարել է նույն ինքը Կոբախիձեն։
Իդեպ ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը նվիրված միջոցառումների շրջանակում Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին եւ արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին զրուցել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Այս մասին Կավելաշվիլին գրել է իր Facebook-յան էջում. «Մեջբերեմ զրույցի ընթացքում առանձնակի շեշտադրում է արվել երկու երկրների ընդհանուր արժեքների վրա», գրել է Կավելաշվիլին, չհայտնելով մանրամասներ։ Չեմ կարծում, թե մանրամասներ եղել են, իսկ Վրաստանի նախագահը չի հայտնել, քանի որ նման միջոցառումների ժամանակ ընդունված չէ գլոբալ քննարկումներ անցկացնել, սեղմել են ձեռքերը, փոխանակվել մի քանի քաղաքավարի արտահայտությամբ եւ վերջ։ Առավել եւս, որ Վենսը Վրաստանի վերաբերյալ որևէ քաղաքական օրակարգ չունի։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջխաղացմանը նպաստելու համար, խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը գրեթե 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջ նորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրանին է։ Մեծ Բրիտանիան սպառնում է կալանել Ռուսաստանի հետ կապված ստվերային նավատորմի տանկերները հակամարտության էսկալացիայի շրջանակներում, ինչը կարող է հանգեցնել Մոսկվայի դեմ նոր ճակատի բացմանը։ Այս մասին հայտնում է Guardian-ը, հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Օրինախախտ նավերի գրավման ռազմական տարբերակները որոշվել են ՆԱՏՕ-ի դաշնակիցների մասնակցությամբ քննարկումների ընթացքում։ Հունվարին Լամանշում եւ Բալտիկ ծովում հայտնաբերվել է ստվերային նավատորմի 23 նավ, որոնք օգտագործել են կեղծ դրոշ։ Մենք ձեզ հետ հիշում ենք Հյուսիսային Եվրոպայի 14 երկրների վերջերս ընդունած հռչակագիրը ռուսական ստվերային նավատորմի վերաբերյալ, բայց առայժմ մեր բարեկամները խոսքից գործի չեն անցել, թեև հնչել են շատ հաճելի գաղափարներ, օրինակ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է, որ Լոնդոնը կանցկացնի Բալթյան եւ Հյուսիսային Եվրոպայի երկրների հանդիպում քննարկելու ռազմական տարբերակները, որոնք մենք կարող ենք կիրառել։ Նրա խոսքով արգրավված նավթը կարելի է վաճառել եւ փոխանցել Ուկրաինային։ Իդեպ, մինչ եվրոպական երկրները դեռ խոսում են, Հնդկաստանը արդեն գործում է։ Այսօր լուր ստացանք այն մասին, ես կասեի սենսացիոն լուր ստացանք, որ Հնդկաստանը միացել է ստվերային նավատորմի դեմ պայքարին, զինվորականները արդեն կալանել են 3 նավթային տանկեր։ Ամերիկայի հետ նոր առևտրային համաձայնագրի եւ տարիֆների իջեցման ֆոնին հնդկական իշխանությունները սկսել են կալանել նավթային տանկերները, որոնք կապված են նավթի ապօրինի առևտրի եւ պատժամիջոցների շրջանցման հետ։ Սա նոր եւ անսպասելի հարված է Պուտինի համար։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ընդգծել է, որ ուկրաինական ավիացիան հեռանկարային ինդուստրիա է, մասնավորապես անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ։ Ավիացիան Ուկրաինայում ներդրումների համար ամենահեռանկարային ուղղություններից մեկն է։ Մենք տեխնոլոգիապես շատ զարգացած ենք։ Այսօր ունենք 450 ընկերություն, որոնք դրոններ են արտադրում, դրանցից 40-ից 50-ը լավագույններն են, այսպես կոչված տոպ։ Բոլորն ուզում են ներդրումներ անել, հայտարարել է պետության ղեկավարը Կիևի ավիացիոն ինստիտուտի դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ նվիրված ավիակոնստրուկտոր Անտոնովի ծննդյան 120-ամյակին։ Ուկրաինայի նախագահը հավելել է, որ 26 թվականը լինելու է մեր տեխնոլոգիաներում ներդրումների տարի։ Առաջին հերթին դրոնները հսկայական ինդուստրիա է, նոր ինդուստրիա է։ Ըստ Ուկրաինա մտնող ֆինանսական միջոցների սա Ուկրաինայի ամենամեծ արդյունաբերությունն է պատերազմի ժամանակ, մասնավորապես Զելենսկին նշել է, որ փետրվարի կեսերին Գերմանիայում կսկսվի Ուկրաինայի դրոնների արտադրությունը։ Ուկրաինայի նախագահը անձամբ պետք է ընդունի առաջին սարքը։ Իդեպ նման հայտարարություն արվեց նաև Ֆրանսիայի կողմից։ Մեջբերեմ Զելենսկու խոսքը, սա արդեն գործող գիծ է։ Մեծ Բրիտանիայում նույնպես գործում են արտադրական գծեր, սրանք բոլորը մեր ուկրաինական տեխնոլոգիաներն են, հայտարարել է նախագահը։ Զելենսկին հայտնել է նաև արտերկրում ուկրաինական սպառազինության արտադրության մասշտաբավորման ծրագրերի մասին։ Այսօր մենք բացում ենք արտահանումը։ Եվրոպայում 26 թվականին արդեն կլինեն 10 արտահանման կենտրոններ, դրանք եւ Բալթյան երկրներն են եւ Հյուսիսային Եվրոպայի երկրները։ 2026-ին կգործեն 10 ներկայացուցչություններ։ Զելենսկին ընդգծել է, որ այժմ Եվրոպայի անվտանգությունը կառուցված է տեխնոլոգիաների եւ դրոնների վրա։ Նրա խոսքով կան մի քանի տարբեր նախագծեր, որոնք հիմնված կլինեն հիմնականում ուկրաինական տեխնոլոգիաների եւ ուկրաինացի մասնագետների վրա։ Մեջբերեմ մենք պարզապես պատերազմի մեջ ենք եւ դեռ ոչ բոլոր ընկերություններն են զգում այն ազատությունը, որ կարող են մուտք գործել բոլոր մյուս շուկաներ, հավելել է Զելենսկին։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ Ուկրաինան այլ երկրներ է արտահանում իր զենքի որոշ տեսակներ, ինչի շնորհիվ կհամալրվի ուկրաինական բյուջեն։
Իդեպ ուկրաինական հողի ազատագրումը հաջող է ընթանում այս օրերին ոչ միայն Զապորոժիեի մարզում, այլև Խարկովի մարզում, այնտեղ ուկրաինական զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Կուպյանսկի շրջանի Չուգնովկա գյուղը, այս մասին նախորդին հայտնել է 16-րդ բանակային կորպուսը Ուկրաինայի։ Այսօր Ուկրաինայի զինված ուժերը հաստատել են օկուպացված Խերսոնի մարզում զինամթերքի պահեստի, Ռուսաստանի Կուրսկի մարզի Սուջայի մոտակայքում գտնվող կառավարման կետի եւ Ռուսաստանի Ռոստովի մարզում դրոնների պահեստի ոչնչացումը, ոչնչացվել է շուրջ 6000 FPV դրոն ռուսական։ Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբը հաստատել է օկուպացված տարածքում զինամթերքի պահեստի, Կուրսկի մարզի Սուջա քաղաքի մոտակայքում թշնամու կառավարման կետի եւ Ռուսաստանի տարածքում դրոնների պահեստի խոցումը, մեջբերեմ ռուս ագրեսորի հարձակողական հնարավորությունները նվազեցնելու միջոցառումների շրջանակում Ուկրաինայի պաշտպանության ուժերի ստորաբաժանումները շարունակում են խոցումներ հասցնել թշնամու ռազմական օբյեկտներին, ինչպես Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքներում, այնպես էլ Ռուսաստանի տարածքում, ասվում է Գենշտաբի հաղորդագրության մեջ, մասնավորապես փետրվարի 9-ի գիշերը Ռուսաստանի Կուրսկի մարզի Սուջա քաղաքի շրջանում խոցվել է թշնամու օդադեսանտային զորքերի ստորաբաժանման կառավարման կետը, բացի այդ Խերսոնի մարզի օկուպացված տարածքում Նովոալեքսեևկա բնակավայրի մոտ խոցվել է թշնամու զինամթերքի պահեստը, հայտնվում է նաև Ռոստով քաղաքի մոտակայքում թիրախի խոցման մասին, մասնավորապես Ռոստովի մարզի Դոնի Ռոստով քաղաքի մոտակայքում գտնվող դրոնների պահեստի խոցման մասին հաստատվել է FPV դրոններով եւ համալրող մասերով 3 կոնտեյների ոչնչացումը, նախնական տվյալներով ոչնչացվել է շուրջ 6000 FPV դրոն, վնասվել են նաև եւս մի քանի կոնտեյներներ Ռոստովի մարզում, թշնամու կորուստները եւ հասցված վնասի մասշտաբները ճշտվում են։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը նաև այսուհետ համակարգված կերպով իրականացնելու են միջոցառումներ ուղղված ռուսական ագրեսորի հարձակողական հնարավորությունների թուլացմանը եւ մարտական ներուժի նվազեցմանը։ Ռազմաճակատում անցած օրվա ընթացքում տեղի է ունեցել 312 մարտական բախում, ինչը նշանակում է, որ բախումների թիվը նորից ավելացել է, իսկ դա նշանակում է, որ ռուսական կորուստների թիվն էլ է ավելացել։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը նախորդ օրվա ընթացքում լիկվիդացրել են եւս 1250 օկուպանտի եւ 545 միավոր թշնամու զինտեխնիկա եւ սպառազինություն։ Պատերազմում թշնամու ընդհանուր կորուստները ըստ ուկրաինական գենշտաբի տվյալների կազմել են արդեն 1,247,580 օկուպանտ։ Ռելիզը ձեր էկրաններին է։ Ռուսաստանի ռազմական հանցագործները փետրվարի 8-ի երեկոյան եւ փետրվարի 9-ի գիշերը հարձակվել են Ուկրաինայի վրա Բրյանսկի մարզից արձակված 11 Իսկանդեր M բալիստիկ հրթիռներով, ինչպես նաեւ 149 հարվածային դրոններով, Շահեդ, Գերբերա, Իտալմաս եւ այլ տեսակների։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի օդային ուժերը։ Նախնական տվյալներով ուկրաինական հոբի կողմից խոցվել կամ ճնշվել է թշնամու 116 դրոն, Իսկանդեր M բալիստիկ հրթիռների մի մասը որսվածել է եւ չի հասել իր թիրախներին։ Զինվորականները հավելել են, որ արձանագրվել է հրթիռների եւ 23 հարվածային դրոնների խոցում 15 տեղանքում, ինչպես նաեւ խոցված օդային թիրախների բեկորների անկում 6 վայրում։ Մեր եթերի պատրաստման պահին թշնամու հարձակումը դեռ շարունակվում էր օդային տարածքում Ուկրաինայի կան թշնամու մի քանի դրոններ դեռ։ Մեր Telegram-ում տեղադրել ենք նաև կադրեր ուկրաինական հարվածների տեսարաններից։ Մշտական ռազմական աշխատանք է տարվում թշնամու կարևոր ռազմական թիրախների խոցման մասով, ինչպես ռազմաճակատում, օկուպացված տարածքներում, այնպես էլ Ռուսաստանի տարածքում։ Ուկրաինայի գլխավոր շտաբը նոր մանրամասներ է ներկայացրել ուկրաինական Ֆլամինգո հրթիռների ռուսական Կապուստին Յար պոլիգոնին հասցրած հարվածների արդյունքների վերաբերյալ։ Լուրը ձեզ տեղեկացրել էի, սա նոր տվյալներ են։ Ըստ նոր տեղեկությունների այնտեղ վնասվել են բալիստիկ հրթիռների սպասարկման օբյեկտներ եւ այլ տեխնիկական շինություններ, ինչպես հայտնել են գլխավոր շտաբում Ուկրաինայի, Ռուսաստանի պաշտպանության նախարարության Աստրախանի մարզի Կապուստին Յար պոլիգոնին հասցված նախնական հարվածների արդյունքում հաստատվել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռների սպասարկման տեխնիկական շինության մոնտաժային մասնաշենքի եւ նյութատեխնիկական ապահովման պահեստի վնասումը։ Գլխավոր շտաբը հայտնել է նաեւ հակառակորդի խոցված այլ օբյեկտների մասին։ Ռուսական ագրեսորի հարձակողական կարողությունների նվազեցման ուղղված միջոցառումների շրջանակում Ուկրաինայի պաշտպանության ուժերի ստորաբաժանումները շարունակում են քրակային հարվածներ հասցնել թշնամու ռազմական օբյեկտներին Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներում եւ Ռուսաստանի տարածքում, մասնավորապես փետրվարի 8-ի գիշերը հարված է հասցվել Զապորոժիեի մարզի ժամանակավոր օկուպացված Ռոզովկա բնակավայրում գտնվող թշնամու ստորաբաժանման նյութատեխնիկական ապահովման պահեստին,
մասին, նաև փետրվարի 7-ին Զապորոժիեի մարզի Կրասնագորսկայի բնակավայրի շրջանում խոցվել է հակառակորդի կենդանի ուժի կենտրոնացման վայրը, բացի այդ Դոնեցկի մարզի օկուպացված տարածքում Նավայե Կանամիչնայի բնակավայրի շրջանում խոցվել է հակառակորդի դրոնների կառավարման կետ, հաստատվել է նաև Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության Կապուստին Յար պետական կենտրոնական միջտեսակային պոլիգոնի տեխնիկական սպասարկման շինության եւ մոնտաժային կորպուսի վնասումը, հակառակորդին կորուստներն ու հասցված վնասի մասշտաբները ճշտվում են, հնարավոր են լինել նոր մանրամասներ։ Եթերն ավարտելուց առաջ նշեմ, որ տեղեկություններ են ստացվել Պուտինյան հանցագործ Հայկ Գասպարյանի լիկվիդացիայի մասին, հուսամ կհաստատվի լուրը, նա այսպես կոչված Արբատ գումարտակի այսպես կոչված հրամանատարն էր, ում Մոսկվայում օրհնել էր հայ հոգևորականը։ Մեր լսարանը այս թեմայով հետևություններ կանի բոլորից լավ, կսպասենք լուրի հաստատմանը։ Դե Վենսի գալու օրով շատ չի երկարացնեմ եթերը, նաև հաշվի առնենք, որ երկուշաբթի է։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերը, ովքեր դեռ բաժանորդագրված չեն մեր նոր ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվել, իսկ մենք հուսամ կհանդիպենք արդեն վաղը, գուցե էլ ավելի լավ լուրերով, բարով մնաք։